տեղի ունեցել հետևյալը։ Նախ Սերժ Սարգսյանը իհարկե գենալ քաշերով փոխության ինքը ձև չուներ, որովհետև ժողովուրդը խոսքն ասել։ Բայց ես ենթադրում եմ, որ իր հրաժարականի հաջորդ օրվանից իսկ իր մտքում ծնել է նոր անճարեղ պլան, քանի որ իր կյանքը կտրուկ փոխվել է, չգիտեմ ինչ անել, եւ ենթադրում եմ, որ իմանալով, որ ինքը բանակցային գործընթացը, եւ ոչ միայն բանակցային գործընթացը, կրկնում եմ, հիշեք էլի, ռազմական բալանսի մեծացում Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների ընտանեկան բյուջեների մեծացում մեր մյուս բոլոր քաղաքացիներից նկատմամբ, այսինքն համամասնություն Հայաստան, Ադրբեջան, Հայաստան ռազմական բյուջեներ եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքներ ընդդեմ Հայաստանի բնակչության։ Այս երկու process-ները իրար գնացել են։ Եվ 2018 թվականի դրությամբ ինքը տեսնում են, որ բերել է փակուղի, ինքն է հայտարարել այս տարիքում, ասել ժողովուրդ մասը փակուղի։ Տեսել է, որ բանակցային գործընթացը փակուղիում է, տեսել է, որ ռազմական բալանսը խախտված է, ինչի դեպ ինքը գրում է Վլադիմիր Պուտինի հրամակի մեջ։ Ինքը մտածել է, շատ լավ, ինձ հանեցին իշխանություններից, իշխանազավթ ժողովուրդը իմ աստվածատուր իշխանությունը խլեց իմ ձեռքից, ժողովրդասկը նկատում եմ Հայաստանի ժողովրդին։ Ես շատ լավ կսպասեմ ակնհայտավոր պատերազմ անխուսափելի է, եւ սրանց հետո կասենք դավաճան, թուրք, թրքաբարո, հողատու դավաճան, եւ հետ կգանք իշխանություն։ Տեղի ունեցել հետևյալը, Հայաստանի ժողովուրդը իր հեճուկս իրենց, իմաստուն ժողովուրդը, հայ ժողովուրդը ժեղ չի, դեբիլ չի, հիմար չի, հայ ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ժողովուրդներից մեկն է։ Այսինքն մեղք չունեք։ Տեսել են, թե ինչ է ունեցել։ Մենք ինչ ենք արել, մենք փորձել ենք այս անալոգիան բազմից բերվել, հա, երբ որ մենք նստել ենք մի մեքենա, որը գլորվում է դեպի անդունդը։ Մենք փորձել ենք այդպես անել, որ չգլորվենք դեպի անդունդը։ Այդքան բան։ Եվ մի կարևոր հանգամանք է ասել։ Միած շատ կարևոր փաստարկ կա, որը էլի մեր ընդդիմադիր գործընկերները չեն խոսում։ Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը 2016 թվականին ընդուներ Սերային արկա հաստատումը, կամ նույնիսկ եթե մենք այդ նույն հաստատումը ունենք 2015 թվականին։ Ինչ է ստացվում, ինչ է բխում Սերժ Սարգսյանի կողմից, որ արդյունքում հայկական կողմը Ադրբեջանի վերադարձնելու 5 շրջաններ, հայկական կողմը դուրս էր գալու Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից չհաշված միջանցք։ Լեռնային Ղարաբաղի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններով տեղակայվելու են սահմանապահները։ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ չէր լինելու, ապագայի հարակրեի հարցեր անհստակ էր լինելու։ Իդեպ սա լավ միտք Սավառնի շանակել։ Խնդրում եմ ինձ ասեք, ռազմավարական տեսանկյունից ինչով էր դա բանվելու 2020 թվականին նոյեմբերի ռազմավարական տեսանկյունից։ Առանց զոհերի ասում եմ, 2020 թվականի նոյեմբերից հետո կար Լեռնային Ղարաբաղի որոշակի տարածք, որի շուրջ տեղակայված են խաղաղապահներ, ճիշտ է, լսեք, բայց մեկը եղավ 2023 թվականի սեպտեմբերը եւ մեկը Ադրբեջանը վերահսկողություն եւ մեկը հայերը գծի Լեռնային Ղարաբաղը։ Մի վարքան, կնին միջև վերջ ես ասում, չէ, որովհետև ասես թեմաները ի հեճուկս ձեր սիրած ֆորմատի հնարավոր չի անընդհատ դանդաղ եկնել, կարճ ասել, երկար ասել, համապարփակ լինի, ոչ թեմաների մասն եւ հետեւաբար այն ինչ որ նկարագրում է 2016 եւ 15 ըստ էության իր էությունը տեղի ունեցել 2020 թվականին հետո, բայց մեկը դա չի բերել նրան, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական։ Մի վայրկյան ավարտում եմ, ես ձեր հարցին եք պատասխանել, մինչև դուք կտաք այդ հարցերը։ Հաջորդը դուք ասեցիք չէ լինի առանց զոհերի։ Դա էլ է սխալ պնդում, որովհետև կրկին եթե տեղի էր ունենալու ապագայում պատերազմ, ավելի վատ մեկնարկային պայմաններով, էլի այդ զոհերը լինելու են։ Բայց դա ենթադրություն է, եթե ապագայում կարող է լինել էլի պատերազմ։ Բայց տեսանք չէ, որ 2023 թվականին տեղի ունեցավ ռազմական հաջորդ դուք ասում եք, բայց ինչ տեղակայվելու, ակնարկելով, որ կարող է դեպքում ոչ թե ռուսական խաղաղապահներ տեղակայվել, այլ միջազգային։
Իսկ որտեղ չեք վստահ որ այդ մեր ռուսական խաղապաններ չէին տեղակայվելու, եթե խոսքը ռուսական բանի մասին չէին լինի, ասեմ եթե խոսքը ռուսական բանի մասին։ Այդ չեմ ասում, որպես լավացված փաստաթղթերի 90-ականներ, եթե չեմ ասում հենց ազատություններ գրել դրա մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագետների հետ շփումներում ասում է, որ ինքը ուզում է որ ռուսական Եվ ամենակարևորը կարգավիճակի վերաբերյալ մի ասել բաստոնեցի, ես խնդրում եմ ուշադրիր եք Երբ որ մեր ընդդիմադիրները ասում են, ահա, լինելու էր հարակվել, որի հարցը սահմանափակված չէր լինելու, եւ այն ունենալու էր իրավաբաններ պարտադիր ուժ։ Այստեղ կային 3 նյուանս համար ոչ մի եթե խոսում ենք 2016-ի առաջարկի մասին, որը նույն ինքը 2016 Գրած չի, որ հանրապետել լինելու է միայն Լեռնային Ղարաբաղում։ Գրած է համաժողովրդական, իսկ անգլերենում nationwide, այսինքն համապետական հանրապետել, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքերը։ Ինչ է դա նշանակում։ Դա կարող է հանգիստ ինտերպրետացվել, որպես հարակվել Ադրբեջանում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Բնակչության, հա, այս կոնկրետ այս դեպքում իրական այդքան, հա, համաձայն բնակչության։ Հաջորդը, դրա համար է Սերժ Սարգսյանը օրինակ նամակում Վլադիմիր Պուտինին ասում շատ կարևոր է, որպեսզի գրվի, որ բնակչություն ասելով հասկանում ենք 1990 Լեռնային Ղարաբաղի ապրողը, ինչը չկա։ Հաջորդը ամենակարևորը, ասում է, հանրաքվեն պիտի լինի կողմերի համաձայնության։ Այսինքն Ադրբեջանը հանրը չեն համաձայնել, չի համաձայնել, չի համաձայնել,